2018-19 թեկուզ եւ 2020 եւ Փաշինյան 2022-23-24 առավել եւս 25 թվականների մենք կտեսնենք սարուձորի տարբերություն 18-19 թվականներին Փաշինյանը ուրախ էր, վստահ էր, բոլորին սիրում էր խորհրդարանի են դարպասները բացել էր, ժողովրդին ասում էր եկեք մտեք ազատ քայլեք, սա ձեր խորհրդարանն է, դուք եք երկիրը ունի 3 միլիոն վարչապետ եւ այլն, որովհետեւ նա գիտեր եւ կարծում էր, որ իր իշխանությունը այլևս հավերժ է, որ ինքը այլևս միշտ ունենալու է հենարան իդեմս Պուտինի եւ որևէ վտանգ իրեն չի սպառնում։ Անցած տարվանից ես կասեի անցած տարվա ամռանից եւ մինչեւ առավել եւս հիմա մանավանդ Թրամփի իշխան, որտեվ Բայդենի օրոք նրանք դեռ հույս ունեին, որ կարող են այդ Բայդենի ադմինիստրացիային, որի հետ լավ հարաբերություններ բավականին ունեին, Լիլիթ Մակունցը բավականին լավ հարաբերություններ ունեն եւ նրանք դրա համար պատահական չի, որ ընտրությունների ժամանակ ակնհայտ սատարեցին Քամալա Հարիսին եւ շատ կոպիտ սխալ էր, որտեվ Թրամփի ադմինիստրացիան դա տեսավ եւ հիշում է։ Այսինքն չեզոքություն պիտի պաշտպանել։ Այո, Թրամփի օրոք, երբ որ նա կատարյալ արհամարանքի արժանացավ փետրվարին թե հունվարի վերջ, երբ էր նրա այցը Վաշինգտոն Նիկոլի, եւ դրան հաջորդող ամիսները ցույց տվեցին նրան եւ ԿՊ-ականներին, որ Նիկոլ Փաշինյանի դարաշրջանը մեղմ ասած, որտեվ այս 7 տարվա մեջ այնքան զրկանք եւ կորուստ բերեց այս մարդը, դժբախտություն, մահ այս երկրի գլխին, որ սա մի ամբողջ դարաշրջանին հավասար կորուստներ էին, ավարտվում է, նրանց ժամանակը սպառվել է եւ նրանք հասկանում են, որ շուտով նրանք կորցնելու են եւ իշխանություն եւ միգուցե նաեւ ազատություն եւ այս իրանց ջղածիկ ինչ եք կարծում երեկվա Նիկոլ Փաշինյանի այս վիզիտ կկտրեմ ժեստը կամ այդ շրթունքների այդ համբալ, չէ, ոնց որ համբալ ասում կարծեմ այդ շրթունքների լեզունով որ հասկանում են նման էր համբալ բառին կամ ասենք կլցնեմ ԱՑ-ի պատվալները իր այդ հիստերիկ ղժղժան արևմուտքը չի տեսնում եւ կարծում եք որ արևմուտքը նայելով Նիկոլ Փաշինյանի վիզիտ կկտրեմին հույս կունենա որ այս մարդը ժողովրդավար երկիր պիտի կառուցի եւ մատ էր թափ տալիս եկել էր առողջ եւ արևմուտքը դա չի տեսնում եզրակացություններ չի եւ տեսնում է եւ անում է նորից եմ կրկնում արևմուտքը սպասում է Պուտինյան ռեժիմի տապալումին որպիսի հետո շատ ավելի հեշտ առանց ջարդուխորթի առանց արյունի Թբիլիսիի եւ Երևանի փողոցներում ազատագրի այն երկրները որոնք դավանում են արևմտյան արժեքներ որոնք ուզում են լինել ազատ քաղաքակիրթ աշխարհի մաս եւ որոնք ուզում են ունենալ ինքնիշխան ազգային իշխանություն։ Արևմուտքը ես անձամբ երբ որ հանդիպում էի կոնգրեսականների եւ սենատորների հետ դա տեսել եմ։ Ես անձամբ այդ մարդկանց հետ խոսալու ժամանակ դա տեսել եմ եւ հասկացել եմ։ Նրանք մեզ դա ասում էին, միգուցե ուղիղ տեքստով չէին ասում, բայց դիվանագիտական լեզվով աչքով ունքով մեզ դա հասկացնում էին։